Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Եմեն Հայաստանում վճռորոշ է համարում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար արտակարգ ազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգին։ Այսօր ասպարեզը վերնշված թեմայի վերաբերյալ զրուցելու է հոգեբան Սոֆիա Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ, Սոֆիա։ Բարև ձեզ։ Փորձը ցույց է տվել, որ մեր երկրում տեղի ունեցած համապետական ընտրություններն էական նշանակություն չեն ունեցել մեր ազգաբնակչության կյանքի կենսամակարդակի բարելավման հարցում։ Ինչով կառանձնացնեք խորհրդարանական ընտրությունները, որոնք սպասվում են։ Առանձնացնել իրականում այնքանով չեմ կարող առանձնացնել, որքանով որ դեռ քայլերը մարդկանց գնում են նույն ուղղությամբ, ինչը եղել են տարիներ շարունակ, այսինքն գործելավոճը մինչ այս պահը շարունակում է մնալ նույնը։ Սակայն առանձնացնել կարող եմ մեկ բանով, որ այսօր կհաստատվել են որոշակի դաշինքներ, ովքեր ամեն մեկ ինչ-որ ձևով փորձում է այլ կադրեր, երիտասարդ կադրեր հավաքել եւ այլն եւ այլն։ Եվ շատ կարեւոր է, որ այստեղ ռեյտինգային առումով է դրված տեխնատուները առաջադրված եւ կարծես թե մարդը ոչ թե պետք է խոստանա, որ ինքը կանի, այլ ինչ է արել, որ ինչ ռեյտինգով արժանանա դրան։ Թերևս այստեղ նույնպես ցավոք մանիպուլյացիա արվում է, այսինքն ինչը ցույց է տալիս հենց գործող իշխանությունը ինչպես է կարողանում մարդկանց իր շահարկել հենց պաշտոնի, լիքը բաների, հենց սոցիալական նպաստների եւ այլի պետաշխատանքի անցնելու եւ այլի խնդիրները եւ նորից իր մանիպուլյացիոն կերպով իր գործողությունները կատարել, բայց հույս ունենք, որ ըստ այսօրվա տեսլականի, որը որ իբրև բաներ, տեխնատուներ կան, օրինակ տեսնում եմ դաշինքից բավականին երիտասարդ նոր կադրեր, որոնք որ հիմնականում հասարակությունից են եղել, այսինքն դեմեմից, ոչ Թալանինից եւ այլն ներգրավում են ու փորձում են ինչ-որ բան փոխել եւ 100 դրամից, այսինքն են նախաձեռնությունների, ովքեր որ ոչ մի ձևով, ոչ մի բանով կապված չեն եղել ազգային ժողովի կամ որևէ իշխանության հետ եւ այսօր առաջադրվում են միգուցե իրենք փորձելու են ինչ-որ բան փոխել։ Ինչ ես կարծում, ընտրապայքարը թեժ է լինելու տեխնատուների միջև։ Ավելի քան թեժ է լինելու, ինչու, որովհետև օրինակ Գյումրիում թեկուզ հենց նույն Գյումրիում շատ հետաքրքիր զարգացումներ է տեղի ունենում, որ կարելի ասել ինչ որ ծաղրուտանակի է ենթարկվել առհասարակ ընտրություն ասվածը, մարդկանց մոտ օրական մի բան փոխվում է, օրական նախկին ՀՀԿ պատգամավորը կամ քաղաքապետը դառնում է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ-ն դառնում է հանրապետական ներկայացուցիչ, նախկին տասնամյա կրթություն ունեցողը դառնում է ներկայանում է քաղբանկարկյալ, նախկին չգիտես ինչ, այսինքն ամեն մեկը որտեղ ինչպես իրեն կարող է ներկայանում եւ ներկայացնում է, ու շատ անհետեթ վիճակ է, որը որ առհասարակ վերջնական հիասթափության կարող է բերել հենց նույն Շիրակի դաշտավայրի մարդկանց, անսպասելի զարգացումներ են տեղի ունենում, ինչ-որ անհայտ դաշինքներ են ծնվում, կուսակցություններ են ծնվում, միանում է մեկը մյուսին եւ այլն, այսինքն ամեն օրը մեկ-մեկ արդեն վախով ես արթնանում, որ այսօր ինչ դուրս կգա, այսօր ինչ փոփոխություն կլինի, այսինքն չես հասկանում հիմա ինչ է նշանակում այդքան հեշտ է ինչ որ կուսակցությունից կուսակցություն փոխել, գաղափարախոսությունից գաղափարախոսություն, այսինքն դուրս է գալիս մեկ անգամ եւս ապացուցում են, որ իրենք ոչ թե գաղափարի կամ գաղափարախոսության շուրջ են հավաքվում մարդիկ, այլ հավաքում են իրենց պաշտոնի համար, հավաքությունները զուտ պաշտոնի համար է, եւ եթե այսօր այդտեղ շահը իր ավարտվեց, ինքը կարող է հանգիստ գնալ մեկ այդ կուսակցություն, անկախ այն բանից այդ կուսակցության գաղափարախոսությունը կամ սկզբունքները մոտել իրեն, թե ոչ, իր շահն է անցնել պատգամավոր եւ այլն։ Այսինքն ոչ մի ձևով այստեղ չկա գաղափարական կռիվ, այլ կա զուտ շահի կռիվ, որտեղ առավել շահավետ կլինի լինել, այսպես է։ Ամբողջ այսօրվա տեսլականը ես եմ Գաղափարախոսության հարց չկա, զուտ շահերի հարցը եւ աթոռակռիվ է ընթանում, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագայում։ Ցավալի է եւ
Համայնքներում նույնպես դա շատ տարածված է, գիտեք, նախաձեռնությամբ աջակցենք սահմանամերձ բնակավայրի նախաձեռնությամբ շատ հաճախ ամիսը մի քանի անգամ լինում եմ համայնքներում, տարբեր համայնքներում եւ ակնհայտ նկատելի է, որ համայնքների, քանի որ խոշորացում է գնում, համայնքների խոշորացումը նույնպես մանիպուլյացիոն կերպով օգտագործվում է գյուղապետերին ամեն մեկին խոստանալով, եթե մեծ քանակով ձայներ հավաքեն, ապա իրենք կլինեն տվյալ համայնքի ներկայացուցիչը եւ այստեղ ամբողջությամբ բոլորին խոստանում են, որ ինքը կլինի եւ միևնույն ժամանակ ով առավել շատ ձայն տարավ եւ այստեղ յուրաքանչյուր գյուղ մրցում է, թե ով պետք է լինի այդ մի քանի գյուղերի ենթադրենք խոշորացված համայնքի ներկայացուցիչը կամ փոքր համայնքի ներկայացուցիչը, այսինքն ամեն ինչ մանիպուլյացիոն կերպով ստեղծել են, որպեսզի կարողանան ձայներ հավաքեն եւ ոչ թե նորից այդ նույն գյուղապետը կամ ինչ որ մեկը գնում է դեպի տվյալ կուսակցության գաղափարի հետևից, այլ գնում է զուտ իր թվացial պաշտոնը պահելու հետևից։ Առհասարակ հաշվի չառնելով այն զարգացումներն ու ճգնաժամերը, որոնք տեղի ունեցան մեր երկրում 2016 թվականին։ Սոֆիա, ինչպես կբնութագրեք Գյումրու նախկին եւ ներկա քաղաքապետերի գործունեությունը։ Գիտեք, Գյումրի քաղաքապետերի գործունեությունը արդեն տարիներ շարունակ ամբողջ հանրապետության համար դարձել է բավականին հետաքրքիր դիտարկման թեմա, այսպես ասել, եւ կարծես ամեն մեկը փորձում է առավել Հռոմի պապից կաթոլիկ Երևալ եւ ամեն մեկը փորձում է ինքներեն սուրբ ներկայացնելով իր գործունեությունը կազմակերպել, մեկը մյուսի վրա ցեղ շպրտելով։ Բայց իրականում ես կարծում եմ, որ գյումրեցիները այնքան էլ միամիտ ժողովուրդ չեն, այսպես ասած, եւ իրենք շատ լավ տեսնում են այդ մարդկանց այսօրը, վաղը եւ երեկը, որ իրենք ունեցել են, եւ այնուամենայնիվ իրենց գործունեությունը, որ կարող է նույն Վարդան Ղուկասյանը, ով տարիներ շարունակ հանրապետական կուսակցության ջատագովներից էր ու ձայներ գնելով ապահովում էր հանրապետական կուսակցության համար մեծ ձայներ, այսօր դարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որը ես չեմ համարում, թե ինչ որ բանը տարբերվում է հանրապետականից, եւ նույն Սամվել Բալասանյանը, ով առաջադրվում էր պատգամավոր էր, չգիտես ինչ էր եւ Տարուկյանի հայլերից հետո ինքը միանգամից դարձավ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եւ այսօր արդեն նորից շարունակում է հանրապետական կուսակցության շահերը, բանանել, այս ամեն ինչը արդեն այնքան անհետեթ է դարձել, որ կարծես իսկապես կրկեսի երկու կապիկներ խաղում են ինչ որ ներկայացում, եւ մենք էլ կարծես դարձել ենք այդ ամեն ինչի դիտորդները։ Ես հույս ունեմ, որ գյումրեցիները շատ ցապ ու գիտակցված ու գրագետ կմոտենան այս հարցին, որովհետեւ այստեղ ես չեմ կարծում, որ այդքան հեշտ է մի կուսակցության, եթե կա գաղափարախոսություն, հավատ կամ ինչ որ բան, նույն համեմատեմ հավատացյալ ժողովրդին այդքան հեշտ է, քրիստոնեությունից անցկացնել մեկ այլ կրոնի կամ ինչ որ մի բանի, եթե մարդու մեջ կա հավատ տվյալ կրոնի հանդեպ, տվյալ հավատքի հանդեպ, ապա հեշտ չի իրան փոխել մի բանի ու անցնել, այստեղ նշանակում է, որ ակնհայտ իրեն չկա այդ հավատը տվյալ գաղափարախոսության շուրջ, կա փոխշահավետ կամ շահավետ գործունեություն, որով իրենք ամեն մեկը իրեն է քաշում ու դարձել են կարծես գյումրեցիներին են գայլաձկան ու հետքեթի պատմություն, ամեն մեկը փորձում է իր կողմը քաշել, արդյունքում իրենք շահում են, բնակչությունը տուժում։ Եվ իրենք չեն թույլ տալիս, որ մարդիկ սոցիալապես այնքան կայանան, որ իրենք կարողանան որոշել, միշտ իրենք կախվածության մեջ են պահում մարդկանց այդ օրվա հացից, որ ստիպված այդ հացի վաստակի խնդրով ստրկացած իրենց մոտ ապրեն ու երբևէ ոչ աշխատանք ունենան, ոչ հնարավորություն ունենան եւ ոչ էլ ընտրելու իրավունք։ Ամբողջությամբ ինչ դիտարկում են գործունեությունը երկու քաղաքապետերի, գալիս է կարծես թե այդպես ու ոչ մի ձևով Գյումրիում զարգացում ես տարիների ընթացքում չտեսա, բացի դատարկվելուց եւ արտագաղթի ընթացքի խորած։ Եղավ, շնորհակալություն սպառիչ պատասխանի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Եթե ավելացնելու բան ունես, կընտրեմ։ Ավելացնելու ոչ մի բան չունեմ, բացի այն բանից, որ հավանաբար այս ընտրությունները այնպիսի մի հնարավորություն է վերջնականապես, որ տարիների ընթացքում ժողովրդի գիտակցությանը վերջապես պետք է հասնի մի բան, որ այն ընտրությունները, որոնք տարիներով եղել են ու իրենք ամեն անգամ ասել են միևնույն է հանրապետական կուսակցությունը կազմի միևնույն է եւ գնացել ձայնը տվել են այդ կուսակցությանը եւ ապահովել են քվոտել,
ապա պետք է գիտակցությանը իրենց հասնի, որ եթե մենք չընտրենք, ապա ինքը ոչինչ անել չի կարող եւ ես եմ իմ ձայնի տերը եւ ոչ թե ինքը։ Պետք է ուղղակի այս վիճակը մի հատ իրական, իրատեսական գնահատվի, խնդիրները ոչ թե թվացial կերպով ուռչացնել հանրապետական կուսակցությանն ու իր խամաճիկներին այնքան, որ իրենց տան ավելի մեծ ուժ, քան իրականում իրենք ունեն, այլ գիտակցված մոտենան հարցին եւ ընտրեն իրենց խղճին, իրենց մտքին եւ իրենց արժեքային համակարգին համապատասխան արդեն ընտրություն կատարեն։ Մինչ օրս արդեն արժեքները առհասարակ վերածած են։ Արժեհամակարգի ու արժեքների վրա պետք է ավելի շատ հենվեն, որովհետեւ 2016 թվականը առհասարակ ճակատագրական էր հայ ժողովրդի համար եւ հենց իր մեղքը նաեւ պետք է ամեն մեկը գտնի, որ այն ինչը տեղի ունեցավ ապրիլյան դեպքերի ժամանակ սա յուրաքանչյուրի սխալ թողումներ եւ մեր գործած սխալների հետևանքներ, այսինքն հենց այդ վախի մթնոլորտով մենք կատարել ենք մի ընտրություն, մենք իհարկե ոչ ես չեմ կարող ասել, որ ես այդ ընտրությունը կատարել եմ, այլ մարդիկ կատարել էին ընտրություն, որի հետևանքները բոլորս քաշեցինք, սկսած անմեղ զինվորից, անմեղ ծնողներից եւ այլն։ Շատ գիտակցված ու գիտակցելով պետք է գնան այս ընտրությանը եւ չկերտեն կրկնակի անգամ մի իշխանություն, որի հետևանքներից պետք է նորից երկիրը գնա դատարկման եւ սահմանները օրորի փլատման։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցն հոկեբան Սոֆիա Հովսեփյանն էր, հարցազրույցը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։